Շնորհակալություն։ Հարգելի քաղաքացիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է հերթական ճակատագրական ընտրության առաջ։ Դիտորդի կարգավիճակով հետևելու, թե ինչպես է շարունակաբար թուլանում բանակն ու տնտեսությունը, ինչպես է ազգային արժանապատվությունը եւ պետական խորհրդանիշները ոտնատակ տրվում, ինչպես են շարունակաբար դատարկվում գյուղերն ու քաղաքները, թե կգտնեն քաղաքական կամք, զարգացած եւ քաղաքակիրթ ազգի նման կիրագործենք սահմանադրության մեծ լիազորված գործառույթը եւ ավարտին կհասցնենք սահմանադրական եղանակով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, այլ կերպ ասած իմփիչմենթը։ Փնտրում եք սահմանադրական եղանակով արդյունավետ պայքարի միջոց, իմփիչմենթը հենց սրա մասին է։ Պայքարը հայ ազգի պատմական ակունքներից ուղեկցում է մինչ այսօր։ Երբ նենք թշնամին խոսում էր թանգարանում մեկ հայ թողնելու մասին, հայը նա ապացուցեց ինչ է արժանապատվությունը։ Եվ երբ թվում էր, թե այլևս կորուստներն ու արյունոտ էջերն անցյալում են, եկավ արհավիրքը 2018 թվականի իշխանափոխությունը։ Դագաղներով իշխանափոխության հասած աղետը 44-օրյա պատերազմը։ Ասում են, թե ուսանողական տարիները կյանքի լավագույն տարիներն են։ Ինչպես համաձայն եմ այս մտքի հետ, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած համալսարանական միջանցքներում հայտնվեցին ոչ թե օլիմպիադաներում հաղթած ուսանողների լուսանկարներ, այլ քաջաբար կռված, բայց ցավոք իրենց կյանքը տված ուսանողների լուսանկարները։ Ինչպես հաշ լինեմ այս իշխանությունների հետ, երբ ուսանողների ծիծաղի ձայնին եկավ փոխարինելու լացի ձայնը։ Ինչպես հանգիստ ապրեմ, եւ եռաբլուրը ուր բարձր գլխով գնում եւ խոնարհվում էին քերոսների առջև, դարձավ այն վայրը, որտեղ գլխիկոր մտնում եւ մեղքի զգացումով հեռանում ենք։ Արցախյան լեռները, որտեղ պետք է միշտ հարսանիքներ լինեին, վերածվեցին կարոտի լեռների։ Արցախցիները բռնեցին գաղթի ճամփան, իսկ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները հայտնվեցին Բաքվի բանտերում։ Ես դեմ եմ այս իշխանություններին եւ կողմ եմ սահմանադրությանը։ Իսկ սահմանադրությունը հնարավորություն է տալիս օրենքի շրջանակում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ փրկել մեր հայրենիքը։ Իմ ճանաչած ամենախելացի մարդն ասում է. երբ արթնանում եք, վազեք ձեր ճակատագրի ետևից։ Իմ ճակատագիրն է ազատ եւ անկախ հայրենիքը, արժանապատիվ իշխանությունը եւ զարգացած տնտեսությունը։ Կյանքի կոչեք իմփիչմենթը։ Մի զրկեք մեր երկրին եւ ժողովրդին իր արժանի ճակատագրից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։